Շատ լավ օրինակ էր մասնագետին դիմելու, երբ մարմինը ցավում է, նույնն էլ մեզ մոտ պետք է մասնագետին դիմեն, երբ ինչ-որ միտեղ հոգին ցավում է կամ ինչ-որ որոշակի խնդիրներ կան, որը որ ինքնուրույն մարդ չի կարողանում լուծել։ Այդ դեպքում իհարկե դիմում են հոգեբանի եւ հոգեբանի օգնությամբ, հոգեբանական աշխատանքի շնորհիվ շատ խնդիրներ հնարավոր է շատ արագ լուծվի, կարգավորվի այդ խնդիրները եւ շատ շուտ այդ ճգնաժամից մարդը դուրս գա։ Իսկ ինչու են դիմում կամ ինչու չեն դիմում կամ երբ է ճիշտ դիմելը, դա արդեն ամեն մարդ ինքն է որոշում, երբ է պատրաստ լինում դիմել։ Օրինակ այսօր հենց ունեցել եմ զանգ, երբ այցելուն ինքն է խնդրել, որ անպայման իր համար հոգեբան գտնեն, որովհետև հասկանում է, որ ինքնուրույն չի կարողանում հաղթահարել այն ճգնաժամը, որի մեջ հայտնվել է ինչ-որ խնդրի առաջացման պատճառով։ Ուստի մեզ էլ պետք է ճիշտ ժամանակին եւ շուտ դիմել, որպեսզի շատ չխորանա։ Եթե ես սխալվում եմ, կարող եք ինձ ուղղել, որովհետև ես մասնագիտությանը չեմ տիրապետում, բայց խոսում եմ, այսպես ասած, հաճախորդի տեսանկյունից։ Այստեղ հարցը, կարծում եմ, մարդկանց մոտ այն է, որ ոչ թե մասնագիտությանն են թերի վերաբերվում, այլ հենց թերի են վերաբերվում իրենց հոգեվիճակին։ Այսինքն մարդ այնքան չի կարևորում իր հոգեվիճակը, այնքան չի կարևորում իր բուժումը, այսպես ասած, հոգու բուժումը, որ հարկ չի համարում դիմել։ Ու քանի որ մենք հայ ենք, մենք սիրում ենք, երբ որ դանակը հասնի ոսկորին նոր բուժումներ անեն, այդ խնդիրը այնքան է խորանում, երբ որ մարդը չի գտնում ելքը, նոր դիմում է մասնագետին։ Նման կարծիք ձեր մոտ կա, թե չէ։